Ay մեր առավոտները սենց հասկսում։ Այս Ալեքսը այն շորտ վիդեոներ ակտնում ու ծիծաղազնում աստեղ ուրախ զվարդ գործն առաջ տանում համել բարի լույս, բարի երկուշապտի աշխատ Սամակ ուշկը գնաց բարի աշխատանքային երկուշապտի բոլորիս կոֆեն բացեցի չէ, այն թարմը որ աղում ես այդ հոտը չկար, կորելա բայց թե ոչինչ 7-ից արդուն եմ, եթե ոչ 6-ից հեչ չեմ կարեցել լավ քնան, բայց թե էտա ունենք էլ ինչ ունենք, էլ չասեմ, որ ջուրս էլ եմ խմել, դոդարս էլ եմ խմել, էլի ջուր եմ խմել, որ գիտենք, որ հենց այնպես չի ասվում, որ ջուրը կյանք է, սիրելի հետևորդներ ջան, այո, ջուրը կյանք է, սրճամանս տեղափոխեմ ստեղ, չեմ, այս ասրա վերջն է կգա, չի մնա, ով լավ լինի, մենք ու դուք մնացածը սահացողիկ բաները ուրախացել եմ, այս վերջի շաբաթն է, բավոս չուրախանամ, դե ասեք, ախր ես էլ եմ դունոզը, ուրա, այսենց բաներ ենքան լավոր, Ալեքսի մոտ շատ չեմ ասամ, որ սրտին չգնա, սիրելի հետևորդներ ջան, դեմքիս այ ես ուռածներից երեկ մավեր չեմ քնել, չի ստացվել, ոնց են ասում, պատճառները շատ են և անքննարկելի, բայց թե մերնեմ ամենազորեղ Աստծուն, Աստծու զորությանը, լավ արմինալու, մեծ գործարի, ճասվեց լված, արկանական, ես տենց եմ սիրում, միատ էլ ծրս սրպեմ ծրի հետ, ու հենամ կոֆե խմելու, հելանք վաղել են տղաչ, լա, գճգճ մայ, աղբերով էլաս, օպա, Էնում սիրուն տղեն նա, խմել ես, այո, իչացրու դրան մեծից, թանգուլակս, սիրունս, ես, մենք դր, Ալեքս ջան, ասում եմ իչացրու է, բալիկս, մենք դր, չէ, դեր շուտ է, դեր շատ է շուտ, ոնց ամորացել էինք, սոր դուրը բաց ենք, օթափող ենք ազիս, իմ Ալեքս բալա, մի հատ պայուսակս կտաս բաժանորդներին գուխից ցույց տա, այ էդ, ապտես, բեր, քանի որ հարցերը շատ էին, ես էլ անգիր չեմ հիշան, քանի որ, չէ, ցուրտ է հետ արի, չգնաս, արի ստեղ կան միլա մի հատ, մոդիկ արի, քանի որ ինքն էլ իմ համար նոր բացահայտում է, տենում ես ասասենց կոպել, սիրելի հետևորդներ, երեք օծանելիքներս, որ ցույց տվեցի, դուք ինձնից հարցնում եք, ոնց եթե
ճիշտ եմ հասկացել, այս բանը սպիտակ տուփով օծանելիք է, եթե ճիշտ եմ հասկացել, հեսա, նուար, չգիտեմ ինչ, նուար տեա, սենց պահեմ, սկրին արեք, իր արժեքը, եթե ես ճիշտ եմ հիշում, ամառն եմ սա առել, պիտի լիներ 4000 դրամ, բայց քանի որ շատ բան էի առել, զեղչեց 3.5 Ռասիայից, ասես դուրը փագի, այսօր ավելի ցուրտ աստված ջան չի տաքանում, ասում եմ մեր Ստեփանավան, տակ, լավ, ընտիր եղանակը, ստե որ չի ուզում տաքանա, Սիրելի հետևորդներ ջան, երեկ ունեցել ենք մի յուրահատուկ կիրակի, կոշիկները թաքի, ախպերություն, հա, ուղիղ ամի մոտ, ասում եմ, որ երեկ ունեցանք մի շատ հավես ու հետաքրքիր տեղ, մեր մեջից մենակ ես հետաքրքիր տեղ գնացինք ու շատ լավ օր ունեցանք, ու մեր մեջից մենակ ես չէի սուշի ասեր, ու էլի տեսնեք, բայց լավն էր համով տակ սուշի, հա, դուրդ եկա, էրիկը գնանք սուշի ես, լավ էրի սուշի ուտեմ, հոցով տանեմ, տակ սուշի էրի, տակ, հա, են նրանք տակ էին, հա, ես էրիկ ուտեմ տակ սուշի, են ոտ ես տակ սուշի կերալ, հասկացա, առողջինալով, Սրանից կտսվի էր, հա, ոչինչ, հա, ոչինչ, քաշի, լավ քաշի, չէ, էլի քաշի, ապրես, ուրտկեք, գլխարկը թաքի, Հատ նայեք, ես հո իրան չեմ խրատում, մարդը սենց ասովոր, պուճուրուց եմ խրատել, որ հանեցիր դամաշնիկները, դիր իրար մեջ, ու այս պահին սենյակում տեղը ենա, երեխեն, բա ուր տնի, հասավ տանը, ինձ լսի, կապիշանով կար, այ էտ դիր, արի կոչկ եմ էլի ախպեր, բաժանովների, Բարսիմ շատ երերի բաժանովներ ոնց է տրավեք, ես դարմ շատ երերի բաժանովներ, բազվես կգա չէ, այժամոյ, վես գնացի, դուրը լավ պագի, Այս մի երկու շապտին է հորով մորով անենք, պարապուն կլնի, սիրելի հետևորդներ ջան, որ հետո տենանք ինչ ենք անում, մի կարևոր գործել ունենք, բայց թե դրա վախտը որ կա, կբարձրաձայնը, մարոզ, մարոզն ենք երկը, ռայլ, արագիլը հլավոր չկա, չվրազ ես, Ալեքս բալը, հետ գնաց այս կես ժամը իմնա, ինչ կուզեմ կանեմ, բայց անելու բան էլ չունեմ, երեկ իրիկունը, ուրեմն կատլետուն էի, կիսատապակ էլ արեցի, լավ հետա գնայեմ, ու հնդկաձավ արեփեցի, վերջի պահին այդ կիսատապակած կոտլետները դրեցի ինքը շոքեխաշվելու նման եղավ ու շատ լավ եղավ, թե չել նմա մեկ-մեկ
Դե կտանը չես, որ երբ ուզես վեր կենաս ու էպես, թե չել նմա, որ մեկ ուզում ես էպես ու չի ստացվում, որովհետև քո նման մյուսներն էլ են ուզում էպեն։ Այդքան բան շելի հետևորդներ ջան, բայց մարդը, որ ամեն ինչի հետ է հարմարվի, ես ոնց սիրում եմ ասելը։ Ուրեմն երեկ գնացինք այդ սուշի մոլ, շատ հաճելի ու հավեսով ժամանց ունեցանք, շատ հետաքրքիր կիրակի ունեցանք։ Լիլիթն են տեսակի մի մարդ ա, որ ում հետ շփումը քեզ տալիս ա հանգստություն ու հաճելի պահեր։ Հետո դուրս ենք եկել շատ քայլել, առաջի անգամ ես երեկ ինձ զգացել եմ Երևանում օրս անց եմ կացրել լիարժեք, որովհետև մենք ինչ եկել ենք Երևան, ոչ մի անգամ չենք քայլել, իսկ ես սիրում եմ, շատ եմ սիրում քայլելը, այն որ շուրջ բոլորդ գեղեցիկ ա, այն որ դու քայլում ես մայրաքաղաքը, Հայաստանի սրտը, ճիշտ ա իմ համար, իմ ամենասիրուն քաղաքը իմ Ստեփանավանն ա, իմ բնօրրանը, բայց դրանից են կոմել կա, չէ, հետաքրքիր ու սիրուն պահեր, որ մագնիսի պես հենց քեզ քաշում ա ձգում բերում հասցնում իրա մոտ ու որոշակի ժամանակ անց նորից դու հետ ես գնում քո ծննդավայր։ Հիմա էսա կլինի երրորդ շաբաթն ա, մենք էստեղ ենք, ազնվությամբ եմ ասում, կամ այդ ա նկատած կլնեք էլի։ Ես իմ կոֆես խմեցի, ոչ մի անգամ չենք քայլել, իսկ ես էլ սիրում եմ դուրս գամ ուղղակի քայլեմ։ Երեկ ինչի՞ չէ, գեղագիտական հաճույք ստացա Մարտիրոս Սարյանի անվան այդ պարկում այգում էլ քայլեցինք, նկարները սիրուն նայեցինք, լավ ես զգում քեզ, տարիքը կապ չունի, միգուցե գիտեք ոնց եմ ես մտածում, ինձ թվում է շատ մարդիկ իրանք արդեն սովոր են էլի, որ դե մենք ապրում ենք Երևան, ստեղ են, անդեղ են, ու այն շտից բաներն էլ կարելի ասել չեն գնահատում, բայց ես գնահատում եմ ու փառք տալի Աստծուն, որովհետև կյանքը քաղցր բան ա, բոլորս էլ ուզում ենք ապրել, վայելել մեր շուրջ բոլորը, մանավանդ երբ որ սիրուն ա, օրինակ երեկ ժամանակ ունենք, սիրելի հետևորդներ ջան, օպերայի շենքի կողքով ուղղակի պտտվել ենք, Ալեքսի հետ արձաններին նայել, Ալեքսին կարդացրել եմ, որ չենք ունեցել մենք ոչ մի անգամ այդքան տենց պարապ ժամանակ, երևի մի 10 րոպե մենք սպասել ենք Լիլիթանց, էդ էլ նես չի, որ իրանք ուշացել են, ուղղակի գիտեք, որ Անահիտ է այն տեսակի մարդն ա, որ ես սիրում եմ իմ պայմանավորվածից շուտ էլի տեղ հասնեմ, չգիտեմ, մանկուց այդ ձևի եմ սովոր ու մեկ էլ Ալեքսն ասում ա, մամա, այս Լիլիթն ուշանում ա, բայց Լիլիթն ուշացող չի, ասում եմ, չէ Ալեքս, Լիլիթը չի է ուշանում, մենք ենք շատ ենք շուտ եկել, արի ուղղակի շենքի կողքով պտտվենք, եղանակն էլ ցրտոտ էր, այդքան էլ մարդաշատ չէր, ընդեղ նայում ենք Թումանյանի արձանին, Խաչատրյանի, մի խոսքով գրվածքներն ենք կարդում, մոտ օրերի ներկայացումներն ենք նայում, կարդում ու նայում ես ասում ես Աստվածի ինչքան սիրուն բան ա, այս քանդակները ինչքան լավն են էլի, ինչքան հետաքրքիր էակ ա մարդ արարածը, ինչեր ասես, որ չեն անի այս ձեռքերը, մոր ձեռքերը ու մենք միշտ մորը ասոցացրել ենք մայր հայրենիք, մայր Հայաստան, մայր, ամենա մայր, Աստված առողջություն տա,
մեր բոլորիս մամաներին, ով էլ երազում ա, որ մամա դառնա, զգա դրա բերկրանքը, Տեր Աստված իրան էլ մայրական օրհնություն տուր, թող օրհնվի ու մայր դառնալու կոչումը ինքն էլ վայելի բառիս ուղիղ իմաստով։ Բայց այս նմանատիպ ձեռքերից ունենում են նաև մեր պապաները, տղամարդիկ, ու մի տեսակ իրանց ոնց որ միշտ մի փոքր անտեսվել է, մենակ բանակի պահովա, չէ, սենց մեր պետության հիմքը բանակն է, հզոր բանակն է, այս կողմ են, ու երեք հենց էդ էլ ես մտածում եմ ու Ալեքսին ասում եմ Ալեքս տես, ասում ենք մամա, մայր հայրենիք, մայր Հայաստան, թեկուզ արձանը, մանումենտի, բայց այս սիրուն շենք, ասում եմ մամա, այս ինչ էլ սիրուն նկարել է, ասում եմ չի նկարել, քանդակել է, ու իրոք որ նայում ես, այս ձեռքերից ախր տղամարդիկ էլ է ունեն ու մի տեսակ, չէ որ նրանց առնական բասկի ուժն էլ ուրիշ է ու մեր հայկական ադաթներով, եթե մի քիչ հետ գնանք, սիրելի հետևորդներ ջան, աշխատողը տան մեջ միշտ եղել է տղամարդը, չէ, օրինակ ես հիշում եմ, երբ որ դե մենք ամուսնացանք, ես կոմ, աշխատանքի մասին որ խոսք գնաց, Նիկան ասում է ոչ մի դեպքում ու այդ ծևի տղամարդիկ վստահ են, որ շատ են եղել, իսկ հիմա ժամանակները փոխվել են, մի տեսակ արդեն գնում ենք, հասնում ենք դեպի եվրոպական դարաշրջան, որ 16-ից հետո բոլորն էլ աշխատում են, ոնց եմ դա նկատում, մեր թվերին օրինակ, մենք ուսանող էինք ու աշխատանքի մասին չէինք էլ մտածում, իսկ մի շատ ուսանողներ համ աշխատում են, համ էլ սովորում, ինչը գնահատելի է, որ մարդը դեռ երիտասարդ տարիքից կարողանում է կայանալ, իր կյանքի ուղին ճիշտ գտնի, չգիտեմ։ Մի խոսքով, երեք ամեն ձևի հաճույք էլ ստացել ենք, նամանավանդ գեղագիտականը յուրահատուկ էր, պտտվել ենք օպերայի շենքի կողքով, հետո Ալեքսը իրան ուրիշ բանել էր հետաքրքիր, շորտ վիդեոների մեջ նկատած կլինեք, դե պարզավոր դասարկած վիդեո էր, որ իբր թե օպերայի շենքը են վերևի մասից վառվում է, այս կոմ, Ալեքսը սենց նայում է, ասում է մամա, այ ընդեղից էր վառվում ու իրան էտ էլ էր հետաքրքիր, ասում է, բայց տես բան չի եղել, ասում եմ Ալեքս, դա սարքովի, ասում է մամա, բա չեն վախեցել, բա սենց, բանենց, մի խոսքով, ահագին բաներ քննարկեցինք, ինչը որ համ պետք էր, համ անհրաժեշտ էր, համ էլ հաճելի էր, չգիտեմ, իրոք որ կյանքը Երևանում լրիվ ուրիշ սևի է ու որ ուզում ես քեզ մի քիչ լավ զգաս, այո, առանց կլորիկ գումարի երբևիցե դու քեզ լավ չես զգա, ցավոք սրտի էդ էլ կա, բայց իրանք դեռ Լիլիթն ու Ալեքսը վաղուց որոշել էին, դե շփվում են իրանք իրար հետ, գնան սուշի ուտելու ու էտա երեք իրականացավ, ուզում եմ անդրադառնամ տեի հացին, հացը բրնձով էր, սիրելի հետևորդներ ջան, բրնձից էր ու շատ համով ու շատ ակնահաճո ձևով մատուցած էր, ինձ հետաքրքիր է, կան մարդիկ, ովքեր օգտվել են այդ վայրից, Մոսկովյանի վրա էր ինքը, հենց սուշի մոլ, չգիտեմ, տարածքն էլ էր լավը, սպասարկումն էլ էր, այն որ 10-ից 100, ամեն ինչն էլ ինչ բերեցին լրիվ համով էր ու թարմ, որովհետև օրինակ ոնց ասեմ, մի քիչ սիրուն էլ չի, որ ասում եմ, բայց ես սիրում եմ պարզ ու անկեղծ խոսալը, դե սոցիալական կայքերում
այսօր շատ ժամանցի վայրերի կամ շատ ուտեստների գովազդները կա, չէ։ Նամանավանդ Facebook-յան էջում կար այդ վայբսի շաուրմաները, իրանք շատ սիրուն մատուցման ձև ունեն, այդ գույներն էլ ոնց որ սենց քեզ հավեսի աչե գցում, մեկը ես ինքս էլ ինձ հետաքրքրեց, ասի գնամ նայեմ, համտեսեմ, հետաքրքիր է, ինչա, ոնց է, ես էլ տանը սարքեմ, զուտ այդ նպատակով գնացի, բայց այն որ չէ, ճիշտ է մի քիչ ամաչում եմ, որ եթե համեմատեմ մեր երեկվա գնացած վայրն ու այդ վայբսի շաուրմաները, այնպես չի, որ ընդեղ կամ գումարը քիչ էր, կամ էս, կամ են, անգամ համեմատելու չի, որովհետև ուրիշ էր։ Այնպես որ եթե գնացել եք, գրառումների բաժնում գրեք, տեսնեմ դուք ընդեղ ինչն եք հավանել, զուտ ծովամթերքներ էին, ես ոչ թե ծովամթերքը չեմ սիրում, սիրելի հետևորդներ, պիտի փորձես, չէ, որ սիրես, մի տեսակ չի ձգում, որ ես փորձեմ, իսկ այ Ալեքսը ինքը սիրում է և փորձում է, ինձ ասում է մամա ես ես եմ ուզում, մամա ես եմ ուզում ու շատ բան կա, որ ասենք, երբ որ մենք գնում ենք թեկուզ Վանաձորի տաշիր կամ ստեղի տաշիրն ենք այն օրը գնացել, չեմ էլ հիշի ինքնն ինչ ուզեց, ես առա, հաճույքով էլ կերավ, բայց ասում է մամա ջան չնկարես, որովհետև փաստորեն լնմա, որ ինքը մեկ ես արգել եմ իրան, լավ որ ինձ լսում էր, բայց ես այն օրը հասկացա այդ հացի պահով, որ ասավ, ես հասկացա, որ փաստորեն ինքը մեկ մտնում բզբզում է, սիրելի հետևորդներ ջան։ Այդքան բան այնպես, որ եթե Երևանում եք ու դեռ չեք գնացելու սուշի շատ եք սիրում, գնացեք այդտեղ սուշի մոլ Մոսկովյանի վրա ու համտեսեք, սա բացառապես գովազդ չի, ընդամենը որտեղ որ գնում եմ մեկա առօրյա իմ վլոգն եմ, չէ, ես ներկայացնում ու տանը չես, որ մի գործ անես, էս անես, են անես ու ներկայացնես Ներկայացնում եմ այն, ուր մենք գնում ենք, ներկայացնում եմ այն, ինչը որ Ալեքսն է անում, մի քանի անգամ արդեն նկարահանել եմ իր այդ ֆիզոյի պարապմունքները, էսը, էնը, բայց թե ամեն անգամ չի լինում նկարահանել, որովհետև զալը դատարկ չի, մեր նման մարդիկ էլի կան, հետի պես մի 4-5 հոգի, ու որ սենց հեռախոսը վերցնում ես ու սկսում նկարել, մի տեսակ ես ինձ անհարմար եմ զգում, դրա համար էլ չի լինում ամենօրյա նկարահանում, բայց եթե համեմատենք ամառվա ու հիմիկվա տարբերությունը շատ է, ինքը արդեն ավելի գիտակցված ձևով իր պարապմունքներն անում, պարապմունքների վարժությունների ձևերն էլ է փոխվել, մի քիչ ավելի է դժվարացել ու ինքը ճիշտ է մի քիչ փնթփնթիկ խասյաթ ունի, մեկ էլ տենում ես մեծ պապի նման սկսեց բողոքելը, բայց երբ որ ասում եմ դա քեզ պետք է, ընկեր Դավիթը կարա եւ ոչ մի բան չանի, բայց չէ որ ինքը անում է քեզ ցույց է տալիս, որ քեզ օգնի։ Արդեն ինքը գիտակցված ձևով փնթփնթալով, դիտակ մրթմրթալով սկսում է իր գործը անելը ու փառք Աստծո, այո, հասել ենք այն կետին, որ ինքը զգում է, որ իրան պետք է, պիտի անենք, որ ասում է իրար օգնենք, որ չհոգնենք Տեր Աստված։ Այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, հիմա վեր կենամ, անելիք էլ չունեմ, այս պարապությունից ու սենց մտքերով 100 կողմի վրա եմ, դրա համար էլ գիշերները մեկ-մեկ արդեն աչքերիցս քունս փախչում է ու դեմքս այս օրն անգնում, նամանավանդ այս աչքոմը սկսում է տարօրինակ ձևի ուռելը։
Այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, այս պահի համար այսքանը, վեր կենամ տղուս սավանը մի հատ թափ տամ, տեղաշորը ուղեմ ու անելիք չունեմ, ինչ եփել այսօրի հարցերն արդեն երեկու, շիրիկ ուներ ես իմ համար դուրում ունցուսու պուսետ մեի, այլ ուրիշ անելիք էլ չկա, տեսնեմ որտեղ կհանդիպենք ու ինչ բնագավառում Ոտք ենք բարձրացնում ես բարձր Ալեքս ապրես սեղնի ուղիղ սեղնի 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 չենք ծալում ոտքերը ուղիղ բայ Հենք երկուս մի հատ էլ երեք Օպա ուղղեցի Իչնում եմ կոշկները հատվում Կոշկներ տանի հատ լավ ման Երկուս Գնաց Երեք Գնաց Չորս Տեղերի կա շարժ Գնաց Երկու պատմում Նստի Ալեքս, հետ Ալեքս Նստի Ալեքսը Մեկ Վեր կաց Մի հատ էլ Երկուս Հապես Գնա Գնա Ինչեր է Հիմա ետեք Ինձ է Ոտքը գնաց Չէ, ես ոտքը գնաց հետ Ապրես Գնաց հետ, ես մի հատ է ասա Նույնց գնացինք առաջ Մի հատ է գնացինք առաջ Բարձացրու Ալեքս Բարեցես Բարձացրու Մերսի մերսի Բարձր Բարձր Մեջքով լավ հանդես Ձերով չէ Լսի Ոտքերը ծալի նոր Կքանիստ ենք ամ կիսած Որ բարձան Ուղի ոտքերը որ հեշտ բդում Գնացին Մի քիչ էլ իչ Մի քիչ էլ Ապրես Հաշվում են 10 հատ Չէ հերի 10 հատ Ալեքս Կիսատ, մի քիչ էլ իչի
Մեկ ապրես։ Կիսա։ Էլիկա։ Ասեցի տաս, մի հատ ես դեռ արում։ Մի քիչ է։ Ոյ։ Մի Մի բռա։ մեկ։ Երկու, ապրես։ Երկու, մի հատ։ Մի հատ մնաց, հա։ Լավ։ Գնաց է։ Գնաց է։ Գնալ է։ Թռի հետ։ Կանգնի ու թռի։ Չանք եմ գնան հրախոսն է սպա։ Տեսի տա։ Լավ է, չեմ ասում։ Ուրա չտեսա։ Հերեն կանգնած Մի եմ։ րոպե Ալեքս։ Այս խիչեմ։ Արի։ Հենց կարևոր։ Հա, հեսա։ Տեղը չի հարմար։
Ահա, սելի հետևորդներ ջան։ Եկել է արագիլը։ Լավն է, չէ Ալեքս։ Հա, շատ լավն է։ Դե Ալեքսս նկատեց։ Իմ տան մոտ ապրիր։ Թրավ։ Հավեսա շատ։ Հա, շատ հա։ Գնացինք։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այ մի քիչ ստացվեց նկարահանում անելու, վայ սուրտ է էլի աստված ջան, սուրտ է, ու տեսնում եք, որ ինչքան մարդ կա, երեխեք, այն որ պարապելու ժամանակ երեխի լացի ձեն ես լսում, պահի տակ համ սիրտս ացավım, համ էլ մի տեսակ խորթություն եմ էլ իսկում, վայ ինչի ալացım, մեկ էլ հիշում եմ եթե տարիները հետ տանք, մենք էլ ենք էդ փուլն անցել, էդ էտապն անցել, ես ինքս էլ էի հոգուս խորքում շատ լացım, ու մինչև հիմա էլ, բայց կյանք հա էտա, ոչ մեկ չգիտի, իրա ջրակն ինչքան կվարի, ոնց կվարի, ու մինչև երբ կվարի, դրա համար գնահատենք մեր ամեն օրվա ապրած համ օրը, համ րոպեները, համ էլ են մի պուճուր մանրունքները, որ մեզ ուրախություն են պատճառում, այսօր մենք հասել ենք նրան, որ Ալեքսն ինքնուրույն իրա համար, իրա մարզանքներն է անում, մեկ-մեկ էլ կամակորություն է անում, բայց թե մարդ ենք, մենք սկի մեծահասակներս էլ էլի պահ կա, որ այս ինչ բանը չեմ ուզում, այն ինչ բանը չեմ ուզում, բա մենք արդեն քանի օր երեխայա պահի տակ կարա հոգնի էլ, հանեցիր, կոշիկը տասից մի հանի, բանալ ենք, նարեի մոտել ենք, հետո էլի կհակնես, հա սրտո ջան, մարզանքից հետո հոգնելա, ուզեց պարկի իմ տղեն, ինչև է, ցավում ենք, այս ինչ հա, ինչ եկավ, ուրեմն քիչ էր մնում լեղաճակ լնեի, սիրելի հետևորդներ, եթե նկատեցիք, վրեսեսը մեզ եկավ վրիս գրած ցավում ենք ու մնացածը վախեցա, որ կարդամ, սենց ջանս թող ընկավ, ասած մեր լորեցիներին, ու ասիտեն ասես ինչ աստված ջան, անջատեցի ուրիշ ժամանակ, որ ասենք նամակ բանա գալիս նկարահանման ժամանակ, ասում եմ լավ, հետո կնայեմ, այդ տայրեք Լիլիթանց հետ, որ շփվում ենք այս կոմից, այն կոմից, թեմու քաշեցի, ասի մարդես մեկ օգտվել, նա օգտվելը, թեմուից օգտվեմ, Լիլիթն ասում ավելի մատչելի է, ավելի հարմար է, որակապես լավն է, մի խոսքով ես գիտեք նկատել եք, ես չեմ սիրում սայտերով շոլ առնելը, այս կողմ, բայց թե մեկ բաներ կա, որ կարելի է, ոնց օրինակ Ալեքսի պիժաման, բայց դեռ քաշել եմ, այդտեղ քարտեզ գցում եւ այլն տենց բաներ, դրանք դեռ արած չի, հիմա երեք քաշել եմ, այսօր վրեժ նամակ եկավ մամա ջան, ասի ես ինչա, ինքը հուշում է էլի, հետնել այն ձևի աշարադրե նամակը, ցավում ենք, որ դուք չեք կարող չգիտեմ ինչ անել, քանի որ կցված քարտ չունեք, այ մարդ ես գիտեմ, որ դեռ կցած քարտ չունեմ, չեք դուք իմ հոգեկանի վրա, ես սենց խաղում ու ազդում, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, այսօրվա օրն էլ անցավ, մնաց մի հատ մի պարապունք, էդ էլ պրծնենք, օրը կկիսվի, բժշկուհու հետ եմ ուզում զրույց ունեցած լնեմ,
ու հետ չգիտեմ որ ժամին կունենա մեծ զրույցը, դրանից հետո կկարողանամ դուրս գամ թե չէ, եթե չէ, այսենց երեխեք են լացում, ուրիշ բաներ, այն որ սիրտդ էլ ա ցավում, հոգիդ էլ ա ցավում, դրա համար գլուխս առնում եմ, երեխիս սերը բռնեմ ու փախչում, գնում, մտածում ես ավելի լավ քայլես, քան թե սենց հոգեպես տանջվես էլի, այսենց բաներ, իսկ շատ մարդիկ ուրիշ ձևի են ընկալում, մեկնաբանում, դե տարբեր են, ուղեղի հասկացությունն էլ ա տարբեր, ու նոր գնացել եմ առինջ մոլ, ասում ա, մի էլ հասար առինջ, հասանք իհարկե պետք լինի, առինջել ենք հասնելու, էլուր ենք գնալու, Ալեքս, Մալաթիա էլ ենք գնալու, պետք լինի մերոնց մոտ էլ ենք գնալու, Աստծուն փառք, Աստծու ողորմածությունը շատ լինի, մարդուն ինչը որ պետքա ձգտում ա, փորձում ա, որ հասնի իրա նշանակետին, ֆիելի հետևորդներ ջան, համի մեր մոտ թանկ ու կրակ, իսկ առինջում արդեն տեղերը գիտեմ, մարդիկ ճանաչում են, քանի տարի օգտվում եմ, ապրանքնա, զեղչը, որակը, նենց ա, որ մի խոսքով չմանրանամ, ամեն մարդ մի ձևով ա հասկանում ու ոնց հարմար ա, ես գտնում եմ, որ հենց այդպես ա հարմար, շարժվում եմ հենց այդպես, այս էլ ես Արագիլից ուրախացա, Արագիլի գալը մի տեսակ, այդ չկար, սա խումբարը չկար, այսինքն եսա կտաքան ա էլի, որ եկել ա, ու տենց բաներ, աչկս ցավում ա, չեմ էլ հասկանում, եսկի ասեմ ցավում, ամեն դեպքում, այս պահին էլ այսքան ա, ուզում եմ այսօր պարտադիր մի քիչ բժշկու հետ զրույց ունենամ, երկու հետաքրքրող ու հուզող հարց ունեմ, հարցերը տամ, պատասխանները ստանամ, տենամ ինչ կասի, ոնց կասի, ինչ կլինի ու ոնց կլինի, հետո տեսնենք ինչ ենք անում, ոնց ենք անում, սենյակում ենք մնում, թե դուս ենք գալի ֆրֆռում, կուզեի Ալեքսի մազերն է կտրեի, մյուս կողմից էլ համբերել, կարանք և տենամ էլի, եսա կհասկանամ ինչա գալի մեր գլուխը, ըստ այդմ էլ կորոշեմ, ինչ ենք անում ու ոնց ենք անում, այսքանը, դա ինչա կոչվա, Ես կարական, դիտե Ալեքս, փշերա էլի, չէ, իրան ազդակատանս,